ասած այնքան բան ասեցիք, ինքը զորահանդես անցկացրեց, դուք տեսել եք կադրերը, դուք տեսել եք պատկերը, հիմա էլ կառավարությունում հասցույց է տալիս, որտեղ ասում է բազմամիլիոնանոց ռազմական համալիրների համար պայմանագրեր ենք կնքել, կխնդրեմ ես խայտարակ զորահանդեսին անդրադառնաք քարագլուխ պատերազմի, այսպես ասենք, ներկայացուցիչները, որ բղավում էին բոլորիս վրա ինչու չենք զոհվել, ինչու չենք մեռել, այսօր զորահանդես են անում, խնդրեմ ես ասած ձեր տեսակետը։ Նախ ես մեր ժողովրդին շնորհավորում եմ մեր հանրապետության օրվա կապակցությամբ եւ բնականաբար հույս հայտնում, որ մենք կրկին կունենանք իրապես հզոր Հայաստան, կունենանք ազատագրված Արցախ եւ կունենանք հայրենանվեր իշխանություններ, հայամետ իշխանություններ։ Զորահանդեսի մասին ասեցիք, սա զորահանդես չէ, սա ծաղր էր։ Զորահանդեսի ծաղր։ 8 տարի շարունակ սա տիրում է Հայաստանի իշխանությունը, ապօրինաբար զավթելով իշխանությունը, որևէ մի զորավարժություն չարեց։ ՀԱՊԿ-ը բազմաթիվ անգամ առաջարկեցին զորավարժություններ կատարել ՀԱՊԿ-ի տարածքներում կամ նույնիսկ Հայաստանում, ամբողջությամբ հրաժարվեց։ Բանակը, որ զորավարժություններ չի կատարում, դա ընդհանրապես պահակային գործունեություն է ծավալում։ Ինչպես երկրորդ նախագահն նշեց, մեր բանակ այսօր պահակի գործունեություն է ծավալում եւ ոչ թե ռազմական կամ մարտական գործողություններ։ Եվ հիմա զորահանդեսում ներկայացրեցին Հնդկաստանից գնված զինտեխնիկա։ Կարելի ասել ծաղրը հետևյալում էր նաեւ, որ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ զինտեխնիկան չնկարահանեն։ Ծաղրային տեսանկյունով, որ տեսեք զորահանդեսը, որը իրականացվում է ամբողջությամբ եթերով հրապարակվում է։ Նույնիսկ հաղորդավարը տակտիկական եւ տեխնիկական մանրամասներ է ներկայացնում զինտեխնիկայից եւ քաղաքացիներին ասում են, որ դա նկարահանել պետք չէ։ Սրանց թյուրիմացությունը։ Բանակի զինանշանի փոփոխությունը։ Ինչ խայտարակություն, համազգեստի փոփոխությունը։ ՆԱՏՕ-ական չափանիշներով են կարծես թե գնում, բայց զինանշանը բանակի փոխելը ինչ նպատակ է հետապնդում։ Իրապես կրկին նպատակ է հետապնդում Նիկոլի կողմից կազմաքանդել բանակը, հոգեբանական գրոսկսել բանակի նկատմամբ, ոչնչացնել բանակի բարոյ հոգեբանական մթնոլորտը, մարտունակությունը, եւ սա զորահանդես է կոչվում։ Տեսեք, զորահանդեսը ընդունում է Պաշտպանության նախարար կոչված Պապիկյանը, որ արդեն բոլորին հայտնի է, որ ծառայության ընթացքում դանակահարել է սպային եւ ենթարկվել քրեական հետապնդման։ Եվ սա, լինելով Պաշտպանության նախարար, զեկուցում է բանակ չգնացած վարչապետ կոչված Նիկոլ Փաշինյանին։ Եվ գիտեք ինչ է զեկուցում Նիկոլ Փաշինյանին Պապիկյանը։ Զեկուցում է, որ Գերագույն գլխավոր դավաճանի հանձնարարությամբ հանձնեցին Արցախը։ Զեկուցում է, որ կազմաքանդեցին բանակի հիմքերը։ Զեկուցում է, որ Ազատ գյուղի 15 երեխաների գլուխը կերան։ Զեկուցում է, որ Արցախի պատերազմում դիտավորյալ գործողություն կատարելու արդյունքում 5000-ից ավել զոհեր տվեցին։ Զեկուցում է, որ իր հայրենի Հադրութը հանձնել է ադրբեջանցիներին։ Պապիկյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցում է, թե ինչպես են այսօր թուրքերը պղծում հայոց գերեզմանները, իրենց հայրերի, իրենց պապերի գերեզմանները։ Այ Պապիկյանը սա է զեկուցում, որ 5 խաչով կատարել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները, որոնք նա ստացել է Ալիևից։ Զորահանդես չէ, սա ծաղր էր։ Մենք հիշում ենք ժամանակին ինչպիսի զորահանդեսներ ենք ունեցել Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ եւ տեխնիկայի տեսանկյունով եւ բանակի մարտունակության, նրանց քայլելու ձգվածության տեսանկյունով։ Եվ հիմա խղճուկ ողորմելի կերպով ներկայացնում են, թե զորահանդես են անցկացնում։ Աշխարհում չկա մի երկիր, որ պարտվելուց հետո զորահանդես անցկացնի։ Ում եք ձեռ առնում, ում եք ինչ ցույց տալիս։ Բանակի զորահանդես այն երկրում, որտեղ դիտավորությամբ տարար պարտության եւ Արցախը հանձնեցիր։ Եվ պարտված ղեկավար այսօր զորահանդեսի անցկացում ում է ինչ ցույց տալիս։ Հանրությանը ցույց է տալիս իբրև թե 17 թե 15 միլիարդի պարտք որ ավելացել է, իբրև թե տեխնիկա է գնել։ Տեխնիկան Հնդկաստանից։ Ռազմական փորձագետները լավ են հասկանում, որ այդ տեխնիկան ընդգրկել հայոց այսօր ռազմատեխնիկական բազայի մեջ շատ դժվար է լինելու։
Նույնիսկ հարցեր տրվեցին, թե ինչ վիճակում է այդ տեխնիկան, սա պատասխանեց, թե վնասված են, տեղափոխման ժամանակ վնասվել են եւ հիմա վերանորոգման մեջ են գտնվում։ Սա է սրան տեխնիկան։ 5 միլիարդից ավելի զինտեխնիկա թողնվեց Արցախում։ Հանձնեց ադրբեջանցիներին։ Այդ բառերը մենք չէ որ ասում ենք, նույն Ադրբեջանն է ասում։ Ինչ եղավ այդ տեխնիկան։ Այդ դա էր տեխնիկան, որ մենք ունեինք։ Եվ դա հանձնեցիր Ադրբեջանին եւ հիմա դու կապիկություն ես ներկայացնում իբր թե հնդկական այն թղթեր զինտեխնիկա են թղթեր։ Արտաքինից եւս երևում է որ դա որևէ ուժ չի ներկայացնում։ Հակոբային պաշտպանություն եք ներկայացնում։ Հակոբային պաշտպանությունը մենք ստացել ենք Ռուսաստանից եւ շատ դեպքերում անվճար։ Եվ հիմա երես ես թեքում Ռուսաստանից։ Հետևաբար սա զորահանդես չէր, սա ժողովրդի աչքին թոս փչել էր։ Իր կողմնակիցներին ցույց տալ, որ իբրև թե Հայաստանը այսօր նոր զենքեր է գնել եւ այդ պարտքերը ավելացել են զենք գնելու պատճառով։ Իրականությունը այլ է։ Այդ պարտքերը ավելացել է հենց իրենց թալանման, իրենց մսխման միջոցով։ Այդ պարտքերը դեռ ավելանալու են, բայց որևէ տեխնիկա չի գնվելու դրանով։ Շատ ավելի վատար վիճակում է այսօր գտնվում Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունը։ Դուք տեսեք, ապրիլի 1-ի հանդիպման ժամանակ ես առիթ ունեցել եմ ասելու։ Այս անձը իրեն պահեց անառակ կնոջ նման։ Նա ասում է, որ ես կգտնվեմ Եվրազեսի գրկում, մինչև տեսնեմ Եվրոպան իր գիրկը ընդունում է թե չէ։ Եթե ընդունի, նոր կորոշեմ հելնել թե չհելնելու մասին, դուրս գալ կամ դուրս չգալու մասին։ Սա բնականաբար անառակ կնոջ վարկագիծ է։ Միթե Ռուսաստանը սա կներեր։ Եվ արդեն բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հնչում են սպառնալիքներ։ Ես կասեի ոչ թե սպառնալիքներ, այ Հայաստանի ժողովրդին սպասվող աղետաբեր ժամանակահատված։ Եվ ստախոսի պես դուրս է գալի ամբոխի մոտ, ամբոխ կոչում եմ հենց Նիկոլա Պաշտեն մասսային, որոնք գալիս են Նիկոլին հետևելու։ Չնայած շատերը ճնշման եղանակով են գալիս, ճնշման ազդեցության ներքո են գալիս։ Ասում է թե մենք կարող ենք ավելի նավթ ունենալ։ Ժողովրդին խաբում է թե մենք կարող ենք ավելի շատ փող ունենալ, որ գազի թանկացումը մեր վրա չերևա։ Բնակչությանը 33% աղքատության մեջ է գտնվում։ Ավելի քան 10%-ը ծայրահեղ աղքատության վիճակում։ 10,000 դրամ թոշակ ես տվել, մարդկանց քթից ես բերում։ 10,000-ի դիմաց գնաճը ավելացնել է 20-30 հազարի համեմատականով։ Եվ դու հիմա սպառնում ես ժողովրդին խոսք ես տալի, թե ավելի շատ փող կունենան։ Եթե Ռուսաստանը գազի գինը բարձրացնի շուկայական գներին հավասար, ինչպես Եվրոպայում է վաճառվում, 600-ից 800 դոլարի սահմաններում 1000 խորանարդ մետրը։ Հայաստանում ոչ թե տնտեսություն, ծառայությունները եւս կանգառնեն։ Ապրանքային վիճակը գնաճը կբարձրանա տասնապատիկ, երկրաչափական մոդուլով կբարձրանա։ Ժողովրդին իրապես կհասցնեն ոչ թե 90-ականների, այլ ավելի ետ կտանեն։ 90-ականներից ավելի վտանգավոր ու ծանր վիճակում է հայտնվելու ժողովուրդը։ Բազմիցս ասում են մարդիկ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարելի է համադրել Եվրոպայի հետ շփումներով։ Հիմա տնտեսության ինչ փոփոխություն պետք է իրականացնես, որ ապրանք փոխանցես Եվրոպա։ Հարյուրավոր բեռնատարներ կանգնած են լարսում, հարյուրավոր։ Բեռնատարի վարորդներ ուղիղ եթերում հրապարակել էին, բաց եթերում դա կար, որ հավաքարից սկսած մինչև մաքսակետի տնօրեն պետ ասում են, որ գնացեք Նիկոլից շնորհակալություն հայտնեք եւ սրտիկ են ցույց տալիս մեր վարորդներին։ Լավ, հանրության համար սա միթե տեսանելի չի։ Միթե տեսանելի չի, որ սա 21 թվականին ընտրությունների ժամանակ իշքան ստախոսություն կար ասեց, հիմա կրկնապատկում է այդ ստախոսությունը։ Լավ, միթե չեք հասկանում, որ սա Հայաստանը ընտանում է դեպի կործանման։ Չեք հասկանում, որ սա իրականացնում է Ալիևի, Էլդողանի հանձնարարությունը։ Թրամփի ուղի է բացում իբրև թե։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը գալիս է 30 րոպեում, թե 50 րոպեում պայմանագիր է ստորագրում։ Թրամփ Ամերիկայից հայտարարում է, որ լիակատար աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Սա միթե միջամտություն չի Հայաստանի ներքին գործերին։ Սա կոնկրետ միջամտություն է ընտրություններին։
աջակցում է կոնկրետ մեկ ուժի։ Եվ հիմա փորձում են գտնել ինչ-որ առանձին ուժեր, որոնք իբրև թե Ռուսաստանից գալիս եւ պաշտպանում են ընդդիմադիր գործիչներին։ Սրանից այլ միջամտություն ո՞րն է լինում։ Եվրոպան չի միջամտում Հայաստանի ընտրություններին։ Արտգործնախարարը գնաց 15 միլիոն դոլար խնդրեց, եվրո խնդրեց եւ դիտորդական խումբ բերեց Հայաստան։ Եվ նման Նիկոլ Փաշինյանը հրապարակով մեկ բղավոցներով սպառնում է ընդդիմադիրներին, սատկացնելու, սպանելու։ Դե հիմա արդեն կոնկրետացված, արդեն խայտարակ բառապաշարը սրանց համար նորմա է այդ տեսանկյունից։ Եվ հիմա արդեն Ծառուկյանին ոչ միայն սպառնում էր ցեմենտի գործարանը վերցնելու, դուք տեսեք ինչ իշխանության գլխի նստած անձը ժողովրդին ասում է, որ ցեմենտի գործարանը արդեն վերցնելու ենք եւ դուք որևէ մեկի հանձնարարություն կարող եք չկատարել։ Այսինքն իրավաբանության իրավունքի մասին խոսք լինել չի կարող այստեղ։ Եվ հիմա նորից Ծառուկյանին է սպառնում։ Արդեն Ծառուկյանի երկու գործընկերներին, հատկապես Անդրանիկ Թևանյանին անազատության մեջ է պահում։ Մարտին Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հավանաբար սկսվել է, խուզարկություններ են իրականացնում։ Եվ հիմա կրկին ցինիզմի աստիճանի արտահայտվում է նաև Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի վերաբերյալ։ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հայտարարություն է հաղորդում է տվել, ներողություն, հայց է ներկայացրել դատարան։ Բայց լավ, մինչև Սամվել Կարապետյանը սունկերի պատմության վերաբերյալ խոսելը, բազմիցս ասել են, որ սա հոգեմետ դեղերի ազդեցության ներքո է գտնվում։ Բազմիցս ասել են, որ դեղերը, որ չի խմում, խայտարակ վիճակում է հայտնվում։ Եվ արդեն մի քանի անգամ նորից երևաց այս քարոզարշավի ընթացքում։ Այն կնոջ նկատմամբ հարձակումը բժշկուհու։ Արժանապատիվ կնոջ։ Արցախցի այն երիտասարդի նկատմամբ Օսիպյան, եթե չեմ սխալվում, վազում էր հետևից եւ ասում է ինչի ես դու ողջ մնացել։ Սիրելի հայրենակիցներ, սա չի կշտանում արյունից, չի կշտանում պարզապես։ Քանի որ դարիք ասացիք, անդրադարձեք այդ դեպքին, հիմա էլի այդ կառավարությունում ասել է փախած է եղել, ով է ինքը բացը, որտեղ է կռվել, եւ երբ իրեն դրանով հարց է ուղում, ձեր զարհուրելի միտքը, որ գցել եք հրապարակ, ձեզ էլ հարցնում են, դուք ինչու չեք զոհվել, Սուրեն Պապիկյանը ինչի չի զոհվել, ԿՊԱ-ականներից ինչ-որ մեկը չի զոհվել։ Դե բնականաբար ոչ ոք չէր զոհվի, որովհետև նրանք թաքնվել էին բունկերներում։ Եվ մեր հայրենանվեր տղաները եղան մարտում եւ զոհվեցին։ Եվ կատաղության աստիճանի հասնում սրան, երբ ասում են 5000 զոհ ենք ունեցել։ Այ ողորմելիներ, հրապարակեք մեր հայրենանվեր տղաների զոհերի անուն ազգանունը։ Ասել են կրկին ասենք, հայրենական երկրորդ պատերազմից ընդամենը 1 տարի չանցած 20 միլիոնից ավելի անձի անուն ազգանուն հնչեցվեց։ Եվ հիմա դուք ասում եք այդքան զոհ չենք ունեցել, հրապարակեք թիվը։ Եվ հիմա ասում եք ինչու եք դուք ողջ մնացել, ինչի չեք զոհվել։ Լավ, Նիկոլ Փաշինյան, քո որդին Աշոտը ինչի չի զոհվել։ Որտեվ մի ամբողջ բրիգադ հսկում էր քո տղային Արցախում։ Բավականին զոհեր ունեցան քո տղայի պաշտպանության համար։ Քո կինը էրոտա ջոկատ էր ստեղծել, ինչի չի զոհվել։ ԿՊԱ-ականներից որը զոհվեց այնտեղ։ Սա չի կշտանալու արյունից։ Դուք տեսեք ինչքան ստորաբար Ազատ գյուղի զոհվածի մորը, զոհվածի պապի հետ կապված ինչպիսի վարքագիծ է դրսևորում։ Մարդու բերանը բռնելով 70-ամյա ծերունուն, քաշ քշելով հեռացնում են եւ ծաղրում է, թե իբր թե գումար են վճարել, որ նա գա խոսի։ Արդեն 3-րդ տարի լռանում է Ազատ գյուղի։ Առաջին իսկ օրն ասել եմ, դիտավորյալ քննությունը շեղելու արդյունքում այսօր դատավարությունը չի կարողանում վերջակետ դնի այդ գործին եւ չի կարողանալու։ Քննությունը ի սկզբանե շեղվեց։ Եվ հիմա այդ ծերունին, որ պահանջում է, թե իր թորնիկին ինչու են սպանել, նա ծաղրում է, թե իբր թե վճարված է եղել, վարձատրություն են տվել, որ գա իր դեմ խոսի։ Սա ցույց է տալիս, որ սա կրկին անգամ ցույց է տալի, որ սա սրբություններ չունեցող անձ է։ Այս իշխանությունը սրբություն չունեցող հայատյաց իշխանություն է։ Եվ
որտեղ պետք է անդրադառնանք նաև երկրում տիրող խայտարակ վիճակի սպանությունները Իհարկե։ Ապրես, որեք ամեն ինչի միջով անցար, չջարդվար, Սասուն Միքայելյանը ասում է Նիկոլ Փաշինյանին։ Խնդրեմ, ինչու եք սրան ասել։ Սասուն Միքայելյանի բնութագիրը արդեն հանրությունը տվել է։ Այն արտահայտությունը, որ հեղափոխությունը ավելի մեծ արժեք ուներ, քան Արցախի ազատագրումը, բնութագրական է սրան ամբողջությամբ։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանին կրկին կեղծավորական մոտեցումն ապահովելու, իր բիզնեսը պահելու եւ երաշխավորելու, իր տղայի պաշտոնը պահելու երաշխավորելու, իջել է այն աստիճանի, որ գցնում է Նիկոլ Փաշինյանին։ Երկրապահ եղած ժամանակ ծառայություն ես մատուցել, ինչ որ երևի կռիվել ես արել Արցախի ազատագրման համար, եւ դու նման վարկագծով փորձում ես արժանապատվություն պահել, երկրապահ արդեն կազմակերպել ես, ինչ ասենք Սասուն Միքայելյանի մասին։ Նրա մասին արդեն ամեն ինչ ասված է, երրաբուր գնալուց նա վախենում է լրագրողների աչքերին նայելուց, բղավում, վիրավորում է, որ իրեն հարցեր չտան, ինչ ասենք սրան։ Եվ հիմա նորից Ծառուկյանի հարցին անդրադառնանք եւ դիմադիր մյուս ուժերին Սամվել Կարապետյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Դուք տեսեք 19 թե 21 կուսակցություն դաշինք է մասնակցում, ում նկատմամբ է այսպիսի հարձակում գործում։ Բնականաբար այս 3 ուժերի։ Եվ շատերը հարցնում են ինչու։ Մեկ պատասխան ունի։ Այս 3 ուժերը միասնական իրենց մեջ ուժ ունեն եւ հնարավորություն ունեն սրան վռնդելու իշխանությունից։ Սա անասնական վախ ունի արդեն այս 3 ուժերից։ Անասնական վախ, դրա համար գոռում, գոչում, փրփուրը բերանին հարձակվում է այս ուժերի վրա։ Եվ խոստանում է հիմա էլ Ծառուկյանին արույցների վանդակ նետել։ Լավ, գլխավոր դատախազ, դու գոյություն ունես ընդհանրապես։ Մարդը բացայտ ասում է, ես սպառնում եմ, որ սպանելու եմ։ Բռնություն եմ ենթարկելու։ Լավ, դու չունես իրավաբանական գիտելիք, այ աղջնակ։ Չես տենում, որ նա դիտավորյալ նաև քեզ է խոսելի դարձնում։ Հաստատապես համոզվելով, որ դու որևէ քրեական վարույթ չես սկսի իր նկատմամբ։ Բայց չէ, որ վաղը միսօրը պատասխան ես տալու այդ անգործության համար։ Այստեղ անգործություն, մեկ այլ դեպքում կոնկրետ գործողություն։ Խոսքս վերաբերում է հատկապես Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ, որին ճանաչում եմ, բավականին մտերիմ ենք, լավ գիտեմ նրա հայրենանվեր վարկագիծը, նրա գիտելիքները, նրա ունակությունը։ Եվ հիմա նրան մեղադրում են դավաճանության մեջ։ Եվ կարծես թե 2 հոդվածով նաև լրտեսության մեջ։ Հանրությունը պետք է հասկանա, որ այս 2 հանցակազմերը հստակ տարբերվում են կոնկրետ սուբյեկտով։ Դավաճանը դա Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից օտար ուժերին ծառայելու, նրանց նյութեր, նրանց հանձնարարությունները կատարելու առումով։ Լրտեսությունը դա օտար երկրապետության քաղաքացին Հայաստանի ներսում լրտեսական գործողություն կատարելն է։ Հիմա Անդրանիկ Թևանյանին դավաճանության մեջ մեղադրում են, իբրև թե 23 թվականին փակ նիստի ժամանակ գաղտնի տեղեկությունները տիրապետել եւ փոխանցել, չգիտես թե ինչ որ ռուսական ինչ որ ծառայությունների։ Փաստաբանները բավականին մանրամասը նկարագրեցին։ Որևէ գաղտնի տեղեկություն մինչև այսօր քրեական վարույթ իրականացնողը փաստաբաններին չի ներկայացրել։ Նիկոլ Փաշինյանին հարց են տալի, ինչի հենց հիմա որոշեցիք Անդրանիկ Թևանյանին ձերբակալել, կալանավորել։ Արդեն 2 ամիս կալանք են տվել եւ պահելու են անազատության մեջ։ Ասում է, թե պետք է հսկեինք, տեսնեինք, թե նա որտեղից է նյութեր վերցնում, ով է նրան հավաքագրել, ում պետք է փոխանցել։ Լավ, դրանք գտել եք այսօր։ Բացի Անդրանիկ Թևանյանից այլ անց կա մեղադրանք առաջադրված թե ոչ։ Այլ անց կա քրեական հետապնդման դաշտում, բնականաբար չկա։ Սա լիարժեք քաղաքական հետապնդում է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ։ Բացարձակ նաև վրեժխնդրություն։ Ես չեմ խուսափի ասել, որ սա նաև վրեժխնդրություն է Զելինսկիի կողմից տված հանձնարարության։ Անդրանիկ Թևանյանը գնացել էր Դոնբաս, հանդիպել այնտեղ մարդկանց հետ, օժանդակություն ապահովել։ Չեմ կասկածում, նույնիսկ հնարավոր եմ համարում, որ նա կատարել է Զելենսկիի հանձնարարությունը։ Եվ հիմա այս քարոզարշավի ընթացքում հանրապետությունում կրկին անգամ ավելի հզորանում եւ ահանգնանում է հանցավորության վիճակը։ Դուք տեսեք 2 օրվա ընթացքում սպանության ինչ ահավոր դեպքեր տեղ ունեցան Հայաստանում։
3 զոհ մեկ օրվա ընթացքում։ Այս դեպքի որոշակի հրապարակման եւ բաց հարթակներում տրված տեղեկությունները ինձ հիշեցրեցին Վալոդիա Գրիգորյանի հետ կապված դեպքը, որ մինչև Վալոդիա Գրիգորյանի հետ կապված սպանությունը կանխարգելիչ իբրև թե գործողություն էին կատարում վրեժի առումով, որովհետեւ այլ հանցագործություն չկատարվեր։ Բայց կանխարգելման գործողության ժամանակ հանցագործություն կատարած անձը, որ դեռևս պետք է լիարժեք հիմնավորեն, մեկ ամիս անցած ինքնաձիգը ձերքին կրակոցներ արձակե գերեզմանոցում պարապելով, որպեսզի լավ կարողանա նշանառու կրակոցներ արձակի։ Նույն այս դեպքը անձը իր մորը դանակահարող անձանց 3 հոգու սպանել է։ Ըստ համագյուղացիների նրանց ընտանիքի միջև երկար ժամանակ վեճ է եղել, նախկինում եւս դանակահարություն, նախկինում եւս կռիվ է եղել։ Բա ուր էր ձեր կանխարգելիչ գործունեությունը։ 2 եղբայր եւ հայր մահացան որսորդական հրացանով կրակելու հետևանքով։ Անձն էլ գնաց հանձնվեց։ Որտեւ ես կանխատեսում եմ, եթե անձը չանձվեր, քիչ հավանական է, որ ոստիկանները կարողանային նրան բռնել։ Հիշենք Լուբարաշենի քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմաց անձը, ոնց էր հասել սահման եւ լքել Հայաստանի Հանրապետությունը։ Այս սա է սրանց հանցավորության դեմ պայքարի ունակությունը։ Աբովյանում կատարված դեպքը, որ բնորոշ է այսօրվա, ինչպիսի ատելություն փոխադարձ սերմանել են սրանք ժողովրդի մեջ։ Իրար նկատմամբ անհանդուրժողականություն։ Ըստ տարածված տեղեկությունների սպանված անձը հայոյանք է դրել մոր հայոյանք, ով չընտրի Նիկոլ Փաշինյանին կամ ՔՊ-ին։ Եվ կանգնած անձածից մեկը դանակարել է սրան։ Տեսեք ուր է հասել ատելության սահմանը, այսինքն այդ սահմանն էլ չկա արդեն։ Եվ սա շարունակաբար լինելու է, որտեղ սա փողոցում ընկած կրկին սպառնում է ժողովրդին։ Մի բան նրանք դեռևս լավ չեն հասկանում։ Նիկոլ ընտրողը դա ընտրում է Թուրքին, ՔՊ-ին ընտրողը նա ընտրում է Ալիևին Էլդողանին։ Նրանց ընտրել ընտրողը բացում է Հայաստանի սահմանը։ 242 կիլոմետրից ավել տարածք տրվել ենք, ասերյան ասոր զեկուցումը։ Զորահանդես է անցկացնում, զորահանդես է ղեկավարում։ Լավ ջերմուկի հատվածի ադրբեջանական զորքը չսովածացավ մինչև այսօր։ Չէ որ դու էիր ասում կսովածանան հետ կգնան։ Բա լավ գլխավոր շտաբի պետի պատասխան է սա։ Եվ այս սպանությունները էլի այս իշխանության վզին են մնում։ Այս սպանությունները, այս մարդկանց մահը մնում այսօրվա իշխանության վրա, պատասխանատվությունը ամբողջությամբ սրանն է։ Որովհետև ոստիկանությունը, քրեական հետապնդման մարմինները հանցավորության, բացահայտման, կանխարգելման գործով չեն կարողանում զբաղվել։ Սրանք զբաղված են Նիկոլի քարոզարշավը ապահովելով։ Ոչ միայն նրա անվտանգությունը, այլև այս նույն անձանց ոստիկանությանը, ազգային անվտանգության, դատախազության, սրանց բոլորին լծել են, որպեսզի Նիկոլի հավաքներին մարդիկ բերեն։ Այս սա է այսօրվա իշխանության վարքագիծը։ Լավ վերջին հաշվով այսօր ընտրությունների քարոզարշավ է ընթանում։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, դուք տեսնում եք, որ սա եթե կրկին անգամ Աստված մի առասը վերարտադրվեց, էլ Հայաստան չի լինելու։ Լավ դուք համաձայն եք այդ գաղափարին, դուք համաձայն եք ընդհանրեն աշխատավարձի համար վաղ Հայաստան չունենալ։ Դուք համաձայն եք աշխատավարձի համար, որ ձեր երեխաները վաղը թուրքել են դպրոցում սովորեն։ Բնականաբար դպրոցել թույլ չեն տալու։ Միթե մտածում եք կարող եք Նիկոլի հետ փախչել, չեք կարողանալու։ Նիկոլը իր ինքնաթիռի մեջ ձեզ չի տեղավորելու։ Գլխավոր դատախազ, ներքին գործերի նախարար, ոստիկանության պետ եւ այդպես շարունակ, հատկապես քննչական ապարատի ղեկավարներ, քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայության ղեկավարներ, ազգային անվտանգության ծառայություն։ Դուք այլ բան ու գործ չունեք մասկաներով հարձակվում եք ընդդիմադիր գործիչների վրա։ Դուք տեսեք պետական միջոցների ինչպիսի հզոր վատնում է իրականացնում, սա թրև է գալիս ամբողջ Հայաստանում պետական միջոցների մսխման միջոցով։ Պետական պահպանության հարյուրավոր ծառայողներ, ոստիկանության հարյուրավոր ծառայողներ,
օպերատիվ հետախուզական ծառայություն իրականացնող քրեական ոստիկանության ծառայողները քաղաքացիական համազգեստով վխտում են միտինգների ժամանակ։ Նույնը վխտում են նաև ընդդիմադիր գործիչների հավաքների ժամանակ։ Փորձում են այլ նոր դոսիեներ ստեղծել ու նոր դոսիեներ կարել ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Հիմա հայց է ներկայացնում Սամվել Կարապետյանի դեմ։ Բարի բուն իմաստով սարսափած է։ Բարի բուն իմաստով նա արդեն կանխատեսել է իր վաղճանը մոտ է։ Իմ հայրենակիցներին իմ կոչն է մասնակցել ընտրություններին։ Չեմ ասում կոնկրետ մեկ ուժին, ընդդիմադիր 3 ուժերից մեկին։ Մեր ձևով շարժմանը Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ նախագահի ուժին։ Նա արդեն տեսնում է, որ փորձում էին սոցիոլոգիական հարցումներ անել ու ամեն ինչ անում էին Վարկաբեկյան երկրորդ նախագահի հնարավորությունները։ Արդեն չեն համարձակվում։ Արդեն տեսնում են, որ երկրորդ նախագահի ուժերը շատ ավելի հզորանում են։ Նա ավելի շատ սկսել է վախենալ Լև Սամվել Կարապետյանից, Գագիկ Ծառուկյանից։ Լավ, այս սպառնալիքները սահման ունենալու են։ Աննա Վարդապետյան, դու վաղը պատասխան ես տալու։ Կրկնում եմ, մարդը փողոցում բարձրախոսը բերանին գոռում է, այո, ես սպառնում եմ։ Եվ ինչու չեք մեռել, ինչու ողջ եք մնացել։ Ինձ ավելի շատ ոչ թե զարմացրեց, այլ կրկին անգամ վերահաստատեց մեր այն մտքերը, որ Արցախի ռազմաքաղաքական մեր ղեկավարներին Ալիևը պահում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, խնդրանքով ես կասեի։ Դավիթ Իշխանյանը վերջերս ձայնային հաղորդագրություն էր ուղարկել, որ 24 թվականի սկզբներին իրենց տեղեկություն են հաղորդել քրեակատարողական հիմնարկի ինչ-որ ծառայողներ, որ իրենք կմնան Ադրբեջանի բանտում այնքան, ինչքան Նիկոլ Փաշինյանը ցանկություն կունենա։ Եվ սա ժողովուրդ դուք լսում եք ու չեք հասկանում, ում այդ գործ ունեք։ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Ալիևը գերի վարեց մեր ռազմաքաղաքական ղեկավարներին Արցախի։ Եվ միթե դուք չեք հասկանում, որ սա որևէ կարմիր գիծ չունի։ Միթե դուք չեք տեսնում։ Ռոբերտ Վարդանյանի պես անձին առանձին վարույթով են տանում գործը, նա արդեն հրաժարվել է վերաքննիչ բողոք ներկայացնել։ Իմիջիայլոց ծննդյան օրը Ռուբեն Վարդանյանը իր ուղերձում ասաց անբարոյականություն է զորահանդես անել այն բaragայում եւ 6 տարի շարունակ քո սպաները, քո հայրենակիցները Բաքվի բանտում խոշտանգում են եւ նաեւ գիտեք հենց այդ օրը մայիսի 25-ին երբ լրագրողները Արարատ Միրզոյանին էին հարցնում գերիների մասին, ասեք։ Հիշեցրեցիք, այո, ինձ հիշեցրիք այդ մասին, տեսեք, այս տահակներին հենց լրագրողները հարց են տալի, թե արդյոք զբաղվում եք գերիների վերադարձի հարցով, հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների։ Մշտապես հրա պատասխանը ո՞րն է եղել։ Մինչև մամուլի ասուլիսը 20 րոպե առաջ եւս միշտ զբաղվել եմ։ Այսպիսի սատախոսությամբ հրապարակային ելույթ է ունենում։ Ռուբեն Վարդանյանը բնականաբար ճիշտ է ասում։ Ոչ միայն այն անբարոյականություն, սա ստորություն է։ Գերիներ ունենք մենք այնտեղ, խաղաղության մասին է խոսում։ Գերիների նկատմամբ խոշտանգում են, անհիմն դատավճիռներ են կայացնում, իրավունքների ծայրահեղ ոտնահարում են իրականացնում։ Սա խաղաղություն է գոռում, խաղաղություն ենք ձեռք բերել, խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի նախագահը թքում է սրա վրա, ծաղրացու, հարբեցող ծաղրացու անվանելով, Ադրբեջանի Հայաստանը անվանելով Արևմտյան Ադրբեջան։ Նախիջևանում հունիսի 18-19-ին իրականացվում է Արևմտյան Ադրբեջանի օրեր։ Արդեն քոչվորական վերաններ արդեն դրել են Նախիջևանի տարածքում։ Սա բղավում է, թե խաղաղությունն արդեն եկել է։ Ադրբեջանի զինված ուժերը նստած են Ջերմուկի, Սև լճի, Կապանի, Գեղարքունիքի հատվածներում։ Սա խաղաղություն է խոսում, թե իբր խաղաղության ենք ասել։ Սա է խաղաղությունը։ Ադրբեջանը երբևէ խաղաղության համաձայնագիր չի ստորագրի, մինչև վերջի պահանջը չիրականացվի։ Սահմանադրություն եք փոխում նույն Ադրբեջանի անձնարարությամբ։ Ինչ ցանկանում է տալիս եք։ Արդեն տեսեք բացահայտ ասում է, որ անկլավ կոչված ինչ-որ տարածքներ է հանձնում։ 2 թե 3 գյուղ Իջևանի տարածքից եւ Տիգրանաշենը։ Եվ տեսեք ինչպիսի հայրենանվեր բառ է ասում բնականաբար ճակերտավոր։ Միթե մենք կարող ենք հրաժարվել Արցվաշենից։
լիարժեք հստակ ասում եմ ձեզ, Արցախաշենի տարածքը մեզ հանձնելուց հետո էլ որևէ մեկը չի կարող հասնել Արցախաշեն։ 18-ից 20 կիլոմետր պետք է հասնել մինչև Արցախաշենի տարածք։ Եթե այդ տարածքը Ադրբեջանը տալու է մեզ, ինչ որ մի ճանապարհ ասելու է գնացեք եկեք, եւ որևէ հայ կհամարձակվի այդ ճանապարհով անցնել։ Իսկ Տիգրանաշենը տալու դեպքում մինչև Տիգրանաշենը Նախիջևանի հատվածը գրեթե 12-ից 15 կիլոմետր է։ Այդ տարածքը ամբողջությամբ հանձնելու է Տիգրանաշենի հետ։ Թող լրագրողները գտնեն Տիգրանաշենի այն բուժքույր էր, թե ինչ էր։ Երթվում էր Նիկոլի արև եւ ասում էր Տիգրանաշենը չի հանձնվելու։ Ընտրություններից հետո օրեր չանցած հանձնելու է դա։ Ինչպես հանձնեց Կիրանցի ոսկեպարի հատվածները։ Կհանձնի եւ Տիգրանաշենը։ Մենք մոռացանք Գորիսկապան 21 կիլոմետրի ճանապարհը ինչպես խաղաղությամբ հանձնեց։ Դիրքերը բերեց մինչև արդեն Գորիսկապան։ Կապանի օդանավակայանի դիմաց է կանգնած Ադրբեջանի զինված ուժերը։ Երկու կողմից խեղդում են Հայաստանին եւ սա խաղաղություն է խաղում։ Խաղաղություն է մուրում։ Եվ հիմա 28-29-ին Աստանայում տեղի ունենալու Եվրազեսի հանդիպումը գագաթնաժողովը։ Եվ սա բնականաբար կրկին չի գնում։ Ինչպես եւ նաեւ Հապկի անվտանգության խորհրդի քարտուղարների հավաքին Արմեն Գրիգորյան կոչված կա երևի, եթե անունազգանուն ճիշտ եմ հիշում։ Դժբախտաբար նաեւ Արցախցի չէր գնացել, որտեղ Շայգոն կոնկրետ ասեց, որ դա չի մասնակցել։ Եվ հիմա դրվելու է Հայաստանի հարցը։ Բայց այսօր Նիկոլ Փաշինյանը վախվորած խոսում է, որ խնդիրները կլուծեն, ԵԱՏՄ-ից դուրս չեն գալու։ Միջազգային լրագրողը հարց ուղղեց, արդյոք Ռուսաստանից ուղիղ ճնշումներ են եղել ձեր նկատմամբ, լողոսեց էլի։ Դե հիմա արդեն քծնում է Ռուսաստանին, բարի բունի իմաստով քծնում է, որ տեսեք 200 անգամ խոսել է Վլադիմիր Պուտինի հետ։ Սա երկրի ղեկավարի կոնկրետ պատճառաբանություն է, թե հարաբերությունները դրանով լավ են։ Գուցե 100 անգամը Պուտինը զանգել հայել է սրան, մատ է թափտվել։ Գուցե բացատրել է, որ դու ճանապարհը ճիշտ ընտրի։ Գուցե ասել է, որ երկու աթոռի չես կարող նստել, երկու գնացքով չես կարող երթևեկել։ Բայց Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Աստանայում գագաթնաժողովի ժամանակ այդ հարցը դրվելու է։ Եվ հավատացեք, հարցը դրվելու է, թե ինչ լուծում կլինի, չեմ կարող ասել, բայց նա այնքան ողորմելի է, փորձում է հեռահար ճանապարհով քծնել Պուտինին, որ իբր թե արդեն հրաժարվում է Եվրազեսից դուրս գալու իր գաղափարից։ Պաշտոնական նամակը ստացվել է, արտգործնախարարի, փոխվարչապետի, խոսնակների միջոցով հրապարակային խոսում են։ Արդեն Հայաստանից չեն ընդունում ապրանքներ, ծաղիկներ, կոնյակները, ջերմուկը չեն ընդունում։ Վաղը միսօրը Ծիրանի արտահանման ժամանակահատված է։ Գյուղացիները տալիներով վարկերի տակ կքած փորձում են գոնե ապրանքը վաճառել եկամուտ ստանալ։ Եվ ինչ են պատասխանելու գյուղացիներին։ Ծաղկավաճառները, ջերմոցների տերերը ինչ են անելու գազի թանկացման պայմաններում։ Ջերմոցային համակարգը ամբողջությամբ կկործանվի Հայաստանում։ Մարդիկ միլիոնավոր դրամներ են դրել, միլիոնավոր դրամների վարկերի տակ են մտել։ Եվ հիմա քաղաքացիներից մեկն էլ այդ ժամանակ ասում է արտագաղթ կլինի, Հայաստանի շատ բնակիչներ կգնան։ Սիրելի հայրենակիցներ, Նիկոլի նպատակը հենց դա է։ Ժամանակին Կապանում, որ հայտարարում էր 100 հաջողություններ, որ պետք է ունենան, հայտարարում էր, որ Հայաստանը պետք է ունենա 5 միլիոն բնակչություն։ Բայց հիշեք, նա չասեց 5 միլիոն հայ բնակչություն։ Ադրբեջանցիներ կլինեն, պարսիկներ կլինեն, հնդիկներ կլինեն, պակիստանցի կլինեն եւ այլն։ Հայը փոքրամասնություն կմնա։ Եվ հիմա սա վախեցած փորձում է կծնել, բայց 28 այսօր եւ վաղն է նիստը։ Եվ Վլադիմիր Պուտինը այդ հարցը դնելու է նիստին, թե ինչ որոշում կկայացվի, դժվարանում եմ ասել։ Բայց մի բան հույսով եմ, նկատելի է, որ Ռուսաստանի պաշտոնատար անձիկ արդեն խոսում են ոչ թե այս իշխանությունների հետ, այլ խոսում են ժողովրդի հետ։ Նրանք գիտեն այս իշխանությունների վարած քաղաքականությունը, հետևաբար ասում են ոչ թե իշխանությունների հետ են բարեկամական հարաբերություն, այլ հայ ժողովրդի հետ են բարեկամական հարաբերություններ ունեն եւ պահում։ Հուսանք, որ իշխանությանը ատելու, պատժելու առումով Հայաստանի ժողովրդին չի դնի այսպիսի ծանր իրավիճակում։ Եվ պարոն Պետրոսյան, եւս մեկ
Այո, եւս մեկ անգամ եւ բազմիցս պետք է բոլորս ասենք։ Առաջին հերթին պետք է կարողանալ մեծ մասնակցություն ապահովել։ Ես հույսով եմ, որ 60 եւ ավել տոկոս, գուցե մինչեւ 65% մասնակցություն կունենանք։ Սա միակ փրկությունը կլինի նիկոլական այս ոհմակից ազատվելու համար։ Սիրելի հայրենակիցներ, այսօր լիարժեք ընդդիմադիր, ես կասեի նաեւ որոշակի արմատական ուղղվածություն ունեն 3 ուժերը։ 3-ից առավել արմատական սկզբունքային երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժն է Հայաստան դաշինքը։ Նույն Ծառուկյանի, նույն Սամվել Կարապետյանի գնացեք մասնակցեք ընտրություններին։ Եթե ուզում եք հայրենիք ունենալ, եթե ուզում եք կարողանալ սեփական հողում քայլելու, ձեր երեխաներին հայեցի մեծացնելու, հետագայում հայրենիք ունենալու, պետություն ունենալու, եթե այս ձգտումը, այս ցանկությունը ունեք, պետք է գնաք ընտրությունների եւ ընտրեք այս 3 ուժերից մեկին, որից ցանկանում եք, որտեղ միասնական հավաքական ընդդիմության առաջ նիկոլական այս ոհմակը հաստատ ծնկի է գալու, չոքելու է հաստատ եւ մենք կունենանք մեր հաղթանակ այս ընտրություններում։ Բայց մի բան շատ կարեւոր է այստեղ նաեւ։ Խոսքս կրկին մեր 3 ընդդիմադիր ուժերին է վերաբերվում։ Ես կարծիք ունեմ, որ սա խաղաղությամբ իշխանությունը չի անցնել։ Պետք է պատրաստ լինել ամեն ձևաչափի։ Բայց չի անցնում, երեքը հենց որ իր կյանքում պրոբլեմա ունեցել թռել է, մարտի 1-ին թռել է, պատերազմից հետո գնացել է բունկեր, Սյունիքի դեպքերից հետո փախավ բունկեր, այդ մարդը թռնող է, չէ՞։ Թռնող, բայց դեռևս ատամներով իշխանությունը պահելու ցանկություն ունի։ Բոլոր դեպքերում պետք է կարողանալ մեծ կոնսոլիդացիա ապահովել։ Էներգետիկա պետք է ապահովել փողոցում։ Իմ խնդրանքն է ընդդիմադիր 3 ուժերին։ Միասնաբար հաստատ մենք կարող ենք հաղթել։ Եվ կպրծնենք այս ազգակործան պատվաստներից։ Ես եւս շնորհակալ եմ։